Ձեր նախկին կուսակիցների մոտ բռնության նկատմամբ հակումներ սկսել եք նկատել, թե ոչ։ Այսինքն այն դրամաբանության, որ 18 թվականի սիրո համերաշխության բլա եւ այլն թավշա հեղափոխությունը որ եկա, որտեղ բոլոր իրավունքները պետք է պաշտպանվեն, բոլորը պետք է լինեն կուշտ, երջանիկ եւ պաշտպանված, հիմա ինչ որ տրանսֆորմացիա է սկսել նկատվել, որտեղ արդեն կան հստակ բռնության դեպքեր եւ հակումներ բռնություն իրականացնելու։ Կա այսպիսի օրինակ ձեր կարծիքով իրավիճակ, թե ոչ։ Ընդհանրական չեմ կարող ասել, բայց այստեղ ուրիշ հանգամանք կա։ Բնականաբար իշխանությունը բոլորս գիտենք, որ այլասերելու հատկություն ունի եւ այլասերումը բոլոր այն այսպես կոչված դրվագներում, որտեղ որ ինքը կարողանում է մտնել թույլ կետ տեսնում եւ հետեւաբար այդ ձևով էր տեղի ունենում այդ այլասերումը։ Հիմա այլասերման ո՞ր էտապում է գտնվում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Այլասերման վերջին էտապում է գտնվում, որ պետք է յուրաքանչյուր աշխատի ցույց տա վարչապետին, ասենք թիմի լիդերին, որ ինքը իրանից ավելի շատ Նիկոլա, իրանից ավելի շատ Փաշինյանը, որպեսզի հետո, ասենք, հետագայում ինչ-որ իմաստով կամ ինչ-որ բաներ թաքցնի, կամ հետագայում ինչ-որ բաների հասնի եւ այլ եւ այլ։ Հիմա այդ փուլում է գտնվում։ Եվ այստեղ շատ կարեւոր է, շատ էական է այն հանգամանքը, որ այդ ամեն ինչը գլխավորում է Ալեն Սիմոնյանը իր սադրիչ պահվածքով։ Ասում է իշխանությունը այլասերում է, բացարձակ իշխանությունը այլասերում է բացարձակ կերպով։ Հայտնի խոսք է, չէ՞, власть развращает, абсолютная власть развращает абсолютно։